Վարչապետի որոշմամբ Արտակ Մանգասարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի առաջին մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի համար 1554 գիծ N որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը Արտակ Ռոմիկի Մանգասարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։ Նշված է որոշման մեջ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Բաքվում Հայաստանի դեմ ընթացող կեղծ դատավարությունը եզրափակիչ փուլ է մտել մեղադրողը գործով անցնող հայերի համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջել։ Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում։ Կեղծ դատավարության միջոցով Հայաստանի Հանրապետության դեմ կարվող կոմպրոմատներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել մեր երկրի դեմ եւ որպես սադրանքի հիմք եւ ճնշման միջոց եւ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ։ Իշխանության Արցախի մասով հնչող թեզերն էլ ոչ միայն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի պետական քաղաքականության կոնցեպտում, այլ հնարավորություն են տալիս Բաքվին Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող զինանոցն առավել արդյունավետ խաղաքարտի վերածել։ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումը տեղի կունենա Տաշկենտում նոյեմբերի 15-ից 16-ը, հայտնում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևի մամուլի ծառայությունը։ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպումը տեղի կունենա Տաշկենտում նոյեմբերի 15-ից 16-ը Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիոյևի նախագահությամբ, ասվում է հայտարարության մեջ։ G20-ը պահպանում է իր նշանակությունն ու կարևորությունը անդամ երկրների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ G20-ը անկասկած պահպանում է իր կարևորությունն ու նշանակությունը այս ձևաչափին մասնակցող շատ երկրների համար։ Լրագրողներին ասել է Պեսկովը, G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-ից 23-ը Յոհանեսբուրգում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։ Գերմանիայից արձակուրդի համար Ստամբուլ ժամանած մայրը եւ երկու երեխաները 3 եւ 6 տարեկան մահացել են, ենթադրաբար արագ սննդից թունավորվելուց հետաքննություն է ընթանում, ուրբաթ օրը հաղորդել է Միլիետ թերթը հրատարակության տվյալներով Ֆաթի թաղամասի հյուրանոցի անձնակազմը նոյեմբերի 12-ին շտապօգնություն է կանչել Գերմանիայի ժամանած զբոսաշրջիկների ընտանիքների համար, որոնք բողոքել էին փսխումից եւ վատ ինքնազգացողությունից։ Նրանք հոսպիտալացվել են, սակայն բուժում ստանալուց հետո նույն օրը դուրս են գրվել։ 5-շաբթի գիշերը երեխաների վիճակը կրկին կտրուկ վատացել եւ նրանք կորցրել են գիտակցությունը։ Ընտանիքը կրկին հոսպիտալացվել է։ Չնայած բժիշկների ջանքերին 3-ամյա Մասալին եւ 6-ամյա Քադիրին փրկել չի հաջողվել։ Նրանց մայրը Չիդեմը նույնպես մահացել է ուրբաթ օրը, իսկ հայրը մնում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, հաղորդել է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը պլանավորում է ընդլայնել կոնգրեսին գաղտնիության տարբեր մակարդակների ռազմական գործողությունների վերաբերյալ իր հաշվետվությունները եւ վերսկսել ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին զենքի վաճառքի օրենսդրական հաստատումը, հաղորդում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ կոնգրեսի երկու կուսակցություններից անդամները սկսել են զգալի դժգոհություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ գործականում որևէ տեղեկություն չունեն։ Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ գտնվող կասկածելի նավերի վրա ամերիկյան հարվածների եւ Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Կոնգրեսականների կարծիքով տեղեկատվությունից խուսափելու այս պրակտիկան շեղում է սահմանված նորմայից։ Կոնգրեսի ճնշման տակ Սպիտակ տունը նախատեսում է ավելի շատ գաղտնի ճեպազրույցներ անցկացնել գործողությունների վերաբերյալ։ Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին սկսել են իրենց հանդիպումը Կալինինգրադում։ Այս մասին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները։ Լիխաչովը եւ Գրոսին գլխավորում են Ռուսաստանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի պատվիրակությունները։ Ռոսատոմի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարները ձեռքսեղմումից հետո անցել են դահլիճ։ Լիտվան եւ 7 այլ եվրոպական երկրներ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Եվրոպայում ռազմական շարժունակությունն ապահովելու համար, հաղորդել է Էլթան, հղում անելով Լիտվայի պաշտպանության նախարարությանը։ Լիտվան եւ 7 այլ եվրոպական երկրներ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր կենտրոնական, հյուսիսային եւ արևելյան շրջաններում ռազմական շարժունակությունն ապահովելու համար։ Լիտվան այս հուշագիրը ստորագրել է Բելգիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Լեհաստանի եւ Սլովակիայի հետ միասին։ Նշվում
է հրատարակության մեջ։ Գործակալության տվյալներով շարժական տարածաշրջանի ստեղծումը նպատակ ունի միավորել պետական սահմանները, հատելու կանոնները, ապահովել տրանսպորտային միջոցների համատեղ վերահսկողությունն ու համակարգումը, տեղեկատվության արդյունավետ փոխանակումը եւ ենթակառուցվածքների համաժամանակյա զարգացումը։ Քիչ առաջ անտիֆեյքի լրագրող Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նրան ժամը 8:30-ին տամբակից ձերբակալել էին արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու տարօրինակ կասկածով, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ինտերպոլի գործակալները Մոզամբիկում թմրանյութերի եւ մարդկանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողություն են սկսել։ Հայտարարել է ներքին գործերի նախարար Պաուլո Չաչինին։ Ինտերպոլը գործողություն է սկսել, որն իրականացվում է մեր երկրում այլ երկրների ջանքերի հետ համակարգված։ Նախարարի խոսքերն է մեջբերում ԱԻՄ լրատվական գործակալությունը, այն տեղի ունենում նաեւ Հարավային Աֆրիկայում, Տանզանիայում, Էսվատինիում եւ Նամիբիայում։ Նպատակն է պայքարել մարդկանց առևտրի թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական միգրացիայի դեմ։ Նախարարը չի բացահայտել գործողության մանրամասները։ 5 ամիս շարունակվող դատական գործընթացներից հետո դատարանը նոյեմբերի 13-ին երկարաձգեց Սրբազան պայքարի գործով անցող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի խափանման միջոցը կալանքը դատարանի կողմից երկարաձգվեց եւս 3 ամսով։ Նույն գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ դատարանը փոխեց խափանման միջոցը կալանքը փոխարինելով երկրից բացակայելու արգելքով եւ վարչական վերահսկողությամբ։ Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 25-ին կալանքի ժամկետը լրանալուց հետո։ Խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Գալստանյանի առողջական վիճակի վատացման պաշտպանը դատարանին ներկայացրել էր համապատասխան բժշկական փաստաթղթեր, ըստ որոնց կալանավայրում Գալստանյանի առողջությունը կտրուկ վատացել է։ Նոյեմբերի 13-ին նա դատարան էր ներկայացել անվասալյակով։ Նույն քրեական գործով անցնող Գոյդան ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի դեպքում նույնպես տեղի ունեցել փոփոխություն։ Դատավոր Ֆարխոյանը նրա կալանքը փոխել է տնային կալանքով։ Նրա կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 25-ին, ինչից հետո նա կտեղափոխվի տնային կալանքի։ Միջնիկով Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների եւ հեղինակությունների ընտանիքների հետ։ Նախորդին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարով ինտրիգին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի, Արսեն Երևանսկուկինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են Նայեք աղջիկներ խանութը։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից եւս, որոնց մասնակցում են օրենքով գողի կինը, դուստրը եւ Փաշինյանի դուստրերը։ Ասում են, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երևանսկու ընտանիքի հետ եւ անգամ կրոնական նույն նախասիրություններն ունեն։ Ռուսական Forpost Bre անօթաչու թռչող սարքը եւ UTS 800 ուսումնական ինքնաթիռը կցուցադրվեն Դուբայի 19-րդ ավիաշոուում, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ից 21-ը Դուբայում։ Արաբական Միացյալ Էմիրություններում հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ընկերությունը պարզաբանել է, որ Forpost Bre միջին հեռահարության անօթաչու թռչող սարքերի համակարգը կարող է իրականացնել հետախուզական եւ հարվածային առաքելություններ, այդ թվում ցամաքային կամ մակերեսային թիրախների 24-ժամյա օդային հետախուզություն եւ դրանց դեմ հարվածներ։ Անօթաչու թռչող սարքի սպառազինությունը ներառում է մինչեւ 400 կիլոգրամ քաշ ունեցող հրթիռներ եւ ռումբեր։ Կենտրոնական աերոտիեզերական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով UTS 800-ը թույլ է տալիս օդաչուներին սովորել օդաչուական տեխնիկան իրենց նախնական ուսուցման շրջանակներում։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհակալական նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Ռուսաստան կատարած պետական այցից հետո այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իր նամակում Ղազախստանի ղեկավարը նշել է միջպետական հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի անցնելու մասին հռչակագրի հաջող ստորագրումը։ Տոկաևի խոսքով այս փաստաթուղթը զգալիորեն կամրապնդի երկրների միջև բազմակողմանի համագործակցությունը, ջերմության, վստահության, բացության եւ փոխմբռնման մթնոլորտը նպաստեց այցի լիակատար հաջողությանը եւ մեծ ուրախությամբ ընդունվեց Ղազախստանին։ Ժողովրդի կողմից գրել է Ղազախստանի նախագահ։
Թիմ ընտրություններից առաջ կուսակցությունները ներկայացրել են հայտարարագրեր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2024-ի հոկտեմբերի 1-ից 2025-ի հոկտեմբերի 1-ը հայտարարագրել է 254.9 միլիոն դրամ պետական ֆինանսավորում, 276.5 միլիոն դրամ նվիրատվություններ, $10,000 եւ 123.1 միլիոն դրամ անդամավճարներ։ 2024-ին պետբյուջեից կուսակցություններին հատկացվել է 520.7 միլիոն դրամ։ Ընտրություններում ստացած ձայների համամասնությամբ ՔՊ-ն ստացել է 268.3 միլիոն, Հանրապետությունը 38.7 միլիոն, Բարգավաճ Հայաստանը 50.4 միլիոն, Հայաստան դաշինքը 163.2 միլիոն դրամ։ Պատիվ ունեմ դաշինքը ֆինանսավորում չի ստացել, քանի որ 2021-ին չի հաղթահարել 5% շեմը։ ՔՊ-ն գույք չի հայտարարագրել, այդ թվում թանկարժեք գույք։ Հետաքննիչները ամբողջությամբ վերացրել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի Ֆրանսիայից մուտք գործելու արգելքը։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Ֆրանսիական իշխանությունները ամբողջությամբ չեղարկել են Telegram-ի միլիարդատեր եւ գործադիր տնօրեն Պավել Դուրովի մուտքի արգելքը, նշվում է հոդվածում։ Հաղորդվում է, որ հետաքննությունը կապված է Դուրովի հնարավոր ներգրավվածության ստուգման հետ Messenger-ի միջոցով կատարված հանցագործություններին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ նոյեմբերի 10-ի որոշումն ամբողջությամբ վերացնում է նախկինում գործող արգելքը, ինչպես նաև վերացնում է տեղական ոստիկանական բաժանմունք պարբերաբար ներկայանալու պահանջը։ Առավոտից գործընկերները չեն կարողանում կապվել անտիֆեյք լրատվական աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, չբացառելով, որ նրան նույնպես ձերբակալել են։ Հավանաբար նրան նույնպես ձերբակալել են լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում, հաղորդել է իրավապաշտպանը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը Կարակասից մեկնել է Կուբա, հայտնում է X սոցիալական ցանցի Flight Watcher Edge-ը, նշվում է, որ խոսքը Conviasa ավիաընկերության Airbus A340-200 ինքնաթիռի մասին է։ YV-1004 ոչի համարով եւ նախագահական նշագրմամբ DD Geopolitics-ի հոդվածը նաեւ հաղորդում է, որ ինքնաթիռը պատկանում է Մադուրոյին եւ որ դրա ներկայիս հետագիծը ենթադրում է, որ այն ուղևորվում է դեպի Կուբայի մայրաքաղաք Հավանա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը երկար ճանապարհորդությունների ժամանակ ունակ է գրեթե 1 օր արթուն մնալ։ Եթե մենք ինչ-որ տեղ գնանք եւ ճանապարհորդությունը տևի 20 ժամ, Թրամփը ամբողջ ընթացքում չի քնի եւ քանի որ չի քնում, ակնկալում է, որ իր շուրջը գտնվող բոլորը շարունակեն աշխատել եւ չքնել, ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա անհավանական էներգիա ունի, հավելել է փոխնախագահ։ Վենսը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը պահանջում է նման եռանդ յուրաքանչյուրից աշխատանքը հաջողությամբ կատարելու համար։ 79-ամյա նախագահն ինքը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում նախկինում նշել էր, որ իր առողջական վիճակը նույն մակարդակի վրա է կամ նույնիսկ ավելի, քան 30 տարի առաջ էր։ Հարավային Կորեայի նախագահ Լի Չե-մյոնը հայտարարել է ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի եւ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների ավարտի մասին հոկտեմբերի 29-ին Կյոնջուում կայացած գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ համատեղ ճեպազրույցի հրապարակումից հետո տեղեկատվական ճեպազրույցն ավարտվել է, որը ներառում է երկու երկրների կողմից երկու գագաթնաժողովներում համաձայնեցված դրույթներ։ Օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջև եւս մեկ գագաթնաժողով, որը ավարտեց առևտրային բանակցությունները եւ անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունները։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Լի Ջե-մյոնգը, նոյեմբերի 14-ին Միացյալ Նահանգները եւ Կորեայի Հանրապետությունը հրապարակեցին տեղեկատվական թերթիկ, որում վերահաստատվեցին գագաթնաժողովի արդյունքները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կշարունակի մասնակցել հեծի լիցենզիայի զրկման հարցով նիստին։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչների միջնորդությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ ներկայացնելու վերաբերյալ հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է, նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբերից քաղաքացիական պայմանագրի անդամ էր, ունի խնամիական կապեր Սասուն Միքայելյանի հետ։
Կրեմլը կտրականապես անհամաձայն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության հետ, թե Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսակ Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը, նշել է, որ Մոսկվան ցանկանում է իրական խաղաղություն եւ բաց է ուկրաինական խնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման համար։ Պեսկովը շեշտել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում Ռուսաստանի իրական դիրքորոշմանը եւ խեղաթյուրում են իրավիճակի էությունը։ Նրա խոսքով Մոսկվան բազմիցս հայտարարել է բանակցությունների վերականգնման պատրաստակամության մասին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչները ՄԱԿ-ում պահանջել էին փոփոխություններ մտցնել Ուկրաինայի վերաբերյալ գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևի նախագծում, ընդգծելով, որ այն պետք է ավելի խիստ ձևակերպումներ ունենա։ Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելքը կիրառվի Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի ու մոտ 1 տասնյակ այլ ընդդիմադիրների հետ 5 ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի նոյեմբերի 25-ից հետո, երբ կավարտվի կալանքի սահմանված ժամկետը։ Այդ որոշումը դատարան ընդունեց հաշվի առնելով Գալստյանի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը։ Հասարակության եւ պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Տիգրան Գալստյանը դատական նիստերի մասնակցում է անվասայլակով։ Այժմ դատարանը քննում է նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է թույլ տվել, երբ որոշել է չմատակարարել Ուկրաինային Տավրոս հեռար հրթիռներ։ Այս մասին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Ռոդերիխ Քիզևետերը։ Կանցլերը սխալ թույլ տվեց Տավրոս չմատակարարելու որևէ պատճառ չկա, հայտարարել է նա։ Քաղաքական գործչի խոսքով ոչ հետախուզական ծառայությունները, ոչ էլ Գերմանիայի պաշտպանական ընկերությունները որևէ սահմանափակում չունեին այս հարցում, բայց կանցլերը որոշումն ընդունել է ինքնուրույն եւ չի պահել իր խոսքը։ Քիզևետերը բացատրել է, որ Մերցը հրաժարվել է մատակարարումներից, քանի որ դժվարացել է գերմանական հանրությանը բացատրել նման որոշման անհրաժեշտությունը։ Խորհրդարանականի խոսքով Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լիներ հանրության արձագանքին։ Պատգամավորը ընդգծել է, որ երկիրն այժմ ստիպված է հաղթահարել իր գործողությունների հետևանքները։ Սպորտի լուրերից Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի FIDE-ի շախմատի աշխարհի գավաթի 5-րդ փուլ, 4-րդ փուլում Գաբրիելը 2-5-1-5 հաշվով հաղթեց 2701 վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Ավոնդեր Լյանգին։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքենենի խոսքով մինչև 2030 թվականը Սկանդինավյան ռազմաօդային ուժերը կունենան ավելի քան 200 նոր սերնդի կործանիչ ինքնաթիռ։ Նա նշել է, որ սկանդինավյան երկրների Իսլանդիա, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Միացյալ Թագավորություն եւ Իռլանդիա միջև համագործակցություն օդային գործողությունների պլանավորման եւ իրականացման գործում կխորանա։ Նախարարը հավելել է, որ կշարունակվի նաեւ համագործակցությունը ռազմական շարժունակության եւ պաշտպանական նյութերի ոլորտում։ Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինան, եթե շարունակի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հետագայում ստիպված կլինի վերադառնալ երկխոսությանը, ավելի վատ դիրքերից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Times-ի հրապարակումը, ըստ որի Կիևն է նախաձեռնել Ստամբուլում սկսված բանակցությունների դադարեցումը։ Պեսկովը նշել է, որ Կիևի դիրքերը օրեցօր վատանում են եւ Ռուսաստանը ստիպված է շարունակել հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ չկան բանակցությունների վերսկսման նախադրյալներ։ Նա նաեւ կրկնել է, որ Մոսկվան բաց է քաղաքական եւ դիվանագիտական լուծումների համար, չհամաձայնելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի ուզում խաղաղություն։ Ռուսական կողմը հիշեցրել է, որ այս տարի Ստամբուլում կայացել են 3 հանդիպումներ՝ մայիսի 16-ին, հունիսի 2-ին եւ հուլիսի 23-ին, որոնց ընթացքում քննարկվել են ռազմագերիների եւ վիրավորների փոխանակման հարցեր։ Սակայն Ուկրաինան, ըստ Մարիա Զախարովայի, չի կատարել իր պարտավորությունները, փոխանակելով միայն պայմանավորված 1200 անձանցից 30%-ը։ Մոսկվան հայտարարել է, որ շարունակում է իր գործողությունները ապահովելու երկրի անվտանգությունն ու ռազմական շահերը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով Աննա Ժամակոչյանին ազատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից նշված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի
19-րդ հոդվածի առաջին մասով Լուսինե Քոչարյանին նշանակել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ասված է որոշման մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարանն դեմ Իմնեմնիմի հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Սիմոնյանը պահանջում է, որ վերջինս իր Facebook-յան էջում հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ վճարի 2 միլիոն դրամ վիրավորանքի համար, ինչպես նաեւ 530,000 դրամ դատական ծախսել։ Նշվում է, որ Սիմոնյանը պահանջում է ներողության տեքստը հրապարակել հստակ ձևակերպմամբ իր նկատմամբ արված վիրավորական արտահայտությունների համար։ Ես չէի կարող չդիմել եմ ու լավ եմ արել, ասել է Սիմոնյանը, հավելելով, որ խուլիգանություն, սպառնալիքներ եւ վիրավորանքներ թույլ տվողները օրենքով կպատժվեն։ Նրա խոսքով նման վարքագիծը հասարակության մեջ հանցավոր մտածելակերպ է ձևավորում, ինչին պետք է վերջ տալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների գլխավոր մեղքերից մեկը կոռուպցիան է։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ, Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ կոռուպցիան ուտում է Ուկրաինան ներսից։ Կիևյան ռեժիմն ունի բազմաթիվ մեղքեր եւ կոռուպցիան դրանցից մեկն է, այն կործանում է երկիրը ներսից, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայում ձեռնարկատեր Տիմուր Մինդիչի գործով դատավարության ընթացքում հնչել էր երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անունը։ Նրա անունը հիշատակվել էր էներգետիկ ոլորտում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների ձայնագրություններում։ Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց քվորում չապահովելու պատճառով 49 պատգամավոր էր ներկայացել նիստին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը ավելի քան 10 րոպե անց, սակայն նիստը մեկնարկեց։ Խորհրդարանը քննարկում է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Եվրոպական միության այն երկրները, որոնք առավելագույն ռազմական հզորություն ունեն, չեն ցանկանում Եվրահանձնաժողովին փոխանցել վերահսկողությունը պաշտպանության հարցում։ Իսկ ավելի փոքր պետությունները հանդես են գալիս այդ ոլորտում գործադիր իշխանության բարձրագույն մարմնի դերի ուժեղացման օգտին։ Հակասությունների առկայության մասին հայտնել է The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին։ Դաշինքի խոշորագույն ռազմական տերությունները Ֆրանսիան եւ Գերմանիան չեն ցանկանում Եվրամիության գործադիր իշխանությանը փոխանցել պաշտպանական նախագծերի նկատմամբ վերահսկողությունը, ասվում է նյութում։ Միևնույն ժամանակ ավելի փոքր երկրները՝ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ավելի շատ շահագրգռված են պաշտպանության ոլորտում Եվրահանձնաժողովի դերի ուժեղացմամբ, պնդում են պարբերականի զրուցակիցները։ Ուկրաինան կարող է սպառել իր բյուջետային պահուստները արդեն փետրվարին, եթե Եվրամիությունը չկարողանա համաձայնության գալ Կիևին փոխհատուցման վարկեր տրամադրելու հարցում, սառեցված ռուսական ակտիվների առգրավման միջոցով, հաղորդել է Politico-ն։ Ուկրաինան 2020 թվականին, 2026 թվականին անցնելուն պես ֆինանսավորման ճգնաժամի կբախվի եւ փետրվարին կարող է փող չունենալ, եթե Բելգիան չդադարեցնի Բելգիայի պահոցում պահվող Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվների միջոցով 140 միլիարդ եվրոյի փոխհատուցման վարկեր տրամադրելու համարձակ ծրագրի արգելափակումը, հաղորդել է հրատարակությունը։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Ուկրաինայի բյուջեի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ միայն մինչև 2026 թվականի ապրիլը։ Հոդվածում չի նշվում, թե ինչու է հրատարակությունը փոխել իր կանխատեսումը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի հնարավորությունը բրազիլիական ապրանքների վրա ԱՄՆ-ի սահմանված մաքսատուրքերի վերանայման հարցում, հաղորդել է CNN Brazil-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով բրազիլիացի առաջնորդը մտադիր է արագացնել սակագնային վերանայումների շուրջ բանակցությունները։ Ավելի վաղ նոյեմբերի 12-ին Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես համաձայնել էին անձնական հանդիպում անցկացնել։ Բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին։ ԱՄՆ-ն օգոստոսին մաքսատուրքեր սահմանեց բրազիլիական ապրանքների վրա։ Բրազիլիայի նախագահը խոստացավ նույն կերպ պատասխանել, բայց ավելի ուշ հրամայեց բանակցությունների միջոցով լուծել մաքսատուրքերը։ G20-ը հավանաբար համատեղ հայտարարություն չի ընդունի Յոհանեսբուրգում նոյեմբերի 22-ից 23-ը կայանալի գագաթնաժողովում։ Այս մասին հայտնել է Financial Times-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի։ Ժամանակն է, որ G20-ը ձմեռային քնով անցնի, ասել է հրատարակության աղբյուրը։ Նրա խոսքով մասնակից երկրների պատվիրակությունները չեն սպասում համատեղ հայտարարության ընդունմանը։ Նրանք պլանավորում են գագաթնաժողովը օգտագործել երկկողմ հանդիպումների եւ առևտրի ու կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումները համակարգելու համար, պնդել է պաշտոնյան։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտում են, որ Ռուսաստանի եւ Ղազախստանից ներկրված ցորենի խմբականակները ենթարկվել են լաբորատոր փորձարկումների բուսասանիտարական, անվտանգության եւ որակի ցուցանիշների ուղղություններով։ Բուսասանիտարական ստուգումներով կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել անվտանգության փորձարկումներում թունավոր տարրերի, պեստիցիդների, միկոտոքսինների եւ ռադիոակտիվության շեղումներ չեն արձանագրվել, որակի ցուցանիշների ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026 թվականի պետբյուջեի նախագծի մասին ելույթում անդրադարձել է պաշտպանական ոլորտի ծախսերին, ընդգծելով, որ ծախսերը աննախադեպ բարձր են։ Նրա խոսքով, եթե 2018-ին ոլորտի ծախսերը կազմել են $640 միլիոն, ապա 2025-ին արդեն $1 միլիարդ 741 միլիոն աճելով ավելի քան 1.1 միլիարդով։ Պապիկյանը նշել է, որ այս աճի շնորհիվ իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում զինծառայողների ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում պայմանագրային զինծառայողները ստանում են 205-ից 400,000 դրամ հավելավճար։ Ներկայումս ատեստավորման գործընթացին մասնակցել է զինծառայողների շուրջ 65%-ը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Օմանի սուլթան Հայթամ բին Թարեկ Ալ-Սայդի հետ հանդիպման ժամանակ նրան փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը։ Լրագրողներին հայտնել է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ես ուրախ եմ առաջին անգամ այցելելու հյուրընկալ Օմանի երկիրը եւ ձեզ փոխանցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը, ասել է Շոյգուն։ Մենք գնահատում ենք մեր օմանցի ընկերների հետ համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսության վստահելի եւ կառուցողական բնույթը, շարունակել է Շոյգուն։ Նա շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա հավասարակշռված եւ կշռադատված դիրքորոշման համար։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հոբ համակարգերը զգալիորեն թուլացել են պարենամթերքի պաշարների կտրուկ նվազման եւ մի շարք համակարգերի ոչնչացման հետևանքով։ Այդ մասին Լենտակետ.ru-ին հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Ժիվովը։ Նրա խոսքով սահմանամերձ շրջաններում Սումիի, Չեռնիգովի եւ Խարկովի մարզերում հոբ համակարգերը կամ ընդհանրապես չեն գործում կամ արձագանքում են միայն մի քանի ռուսական անօդաչուների։ Շատ արևմտյան համակարգեր արդեն ոչնչացվել են, իսկ մնացածների համար արկերի պաշարները կտրուկ պակասել են։ Նույնը վերաբերում է նաև խորհրդային արտադրության հոբ համակարգերին։ Դրանց համար արկեր արտադրվում են միայն Ռուսաստանում, հետևաբար պարզապես չունեն ինչով կրակել եւ ստիպված են խնայել, նշել է Ժիվովը։ Փորձագետը հավելել է, որ դրան նպաստել է նաև Ռուսաստանում անօդաչուների արտադրության աճը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հոբ համակարգերի քանակը կամ դրանց պաշարները ուղղակիորեն չեն որոշում ռուսական զորքերի առաջխաղացման արագությունը։ Ըստ նրա, այդ գործում վճռորոշ են FPV դրոնների, հարձակողական ավիացիայի եւ հրետանու արդյունավետ կիրառությունը։ Կուբայի Հանրապետությունում քաղաքական ռեժիմի փոփոխությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ենթադրվում է որպես երկրորդ նպատակ։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո նման սցենարը The Foreign Policy ամսագրի համար հոդվածում թույլ է տվել ամերիկյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր, Լատինական Ամերիկայի հարցերով մասնագետ եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվի նախկին տնօրեն Ուիլյամ Լեոգրանդեն Վենեսուելայի դեմ ռազմական հզորությունը մեծացնելով ԱՄՆ նույնպես նայում է Կուբային, հայտնել է փորձագետը։ Լեոգրանդեի կարծիքով ԱՄՆ-ն հույս ունի, որ Վենեսուելայից կուբացիների նավթի մատակարարումների դադարեցումը կհանգեցնի սոցիալիստական հանրապետության փլուզմանը։ Պրոֆեսորը ներկա իրավիճակում անխուսափելի է համարում Վենեսուելայի վրա հարձակումը, քանի որ Կարիբյան ծովում արդեն տեղակայվել են 10 ռազմանավ եւ Միացյալ Նահանգների 10,000 զինծառայողներ։ Իսկ այժմ եղանակի մասին հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ից 17-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ին 16-ից 3-ը կնվազի 3-ից 5 աստիճանով, 17-ից 18-ը նույնքան կբարձրանա։ Երևանում նոյեմբերի 14-ին 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին եւ 16-ին 17-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճատև անձրև։